անտանելիության եզրին գտնվող զենքեր են եղել։ Ну, ուտիլ չէ, բայց դա կոչվում է նիկանդիցոննի կամ գրեթե նիկանդիցոննի։ Այսինքն մենք այդ զենքերի մեծ մասին նույնիսկ փող չենք տվել, որովհետև մեծ հաշվով դրանք փող ըստ էության չարժեին էլ։ Հիմա դուք ինչ որ կտեսնեք մայիսի 28-ին, մեր D30-ները գործարանային արտադրության են, D30-ը, բայց մենակ վիզուալ կնայեք D30 հրետանուն եւ այն նոր հրետանային միջոցները, որոնք մենք ձեզ մենակ չափերով։ Այսինքն էնելա պուշկա, էնելա պուշկա։ Բայց մենակ չափերով կնայեք, թե նախկինում ինչ չափ ունեցե մեր հրետանային թիվ 1 միջոցը, այսօր ինչ չափ ունի մեր հրետանային թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջոցները։ Դրանք սարերի ու ձորերի տարբերություններ են։ Եվ հետևաբար, ես միջև հիմա չեմ հակադարձել այդ մեղադրանքին, բայց ես էլի ասում եմ, նրանք երբ որ ասում են, իրանք բանակ են ժառանգել, այդ երբ որ մենք ասում ենք կանսերվի կոկոշները մենակ դիրքերից կախված կանսերվի կոկոշները չեն եղել, այլ նաև մեր ունեցած զենք զինամթերքի 60%-ը հենց կանսերվի կոկոշի կարգավիճակ է ունեցել, այ մենք տենց բանակ ենք ժառանգել եւ այդ բանակի ավերակների վրա նույնիսկ նոր բանակ կառուցել հնարավոր չէր, մենք այդ բանակի այդ ավերակները մաքրել ենք տարածքը բանակի ավերակներից եւ այսօր մենք ունենք ժամանակակից գերժամանակակից պարազինության բանակ եւ դուք դա սեփական աչքերով եք տեսնելու։ Եվ նախորդ ամիս իմ մի քաղաքացու միջև մի խոսակցություն է տեղի ունեցել, որը հետագա իրադարձությունների վրա ազդել է։ Էրեբունի վարչական շրջանում մի մարդ տենց քննադատաբար ասում էր, չգիտեմ ինչ եղավ, չեմ էլ հիշում այդ պահը։ Բանակի հետ կապված խոսակցություն եղավ, ասի մայիսի 28-ին զորահանդես են կանելու, կգաք կնայեք, կտեսնեք, ասեց լավ է, գիտեմ ինչ եք անելու, ասեց ինչ ենք անելու։ Ասեց էսա մուլյաժները, մակետները ստից նկարած բերելու եք անցկացնեք ու փորձեք համոզել, թե բանակ կա։ Այդ խոսակցությունը շատ ծանր նստեց ինձ վրա եւ մտածեցի ինչ պետք է անենք նման մտայնությունը արմատախիլ անելու համար։ Եվ որոշում կայացրեցի նախկինում միշտ այդ սպառազինությունը հրապարակով անցնում էր ու հեռանում էր։ Հիմա մենք սպառազինությունը գնալու է Տիգրան Մեծ պողոտայում շարելու ենք ամբողջը, պատկերացրիք չէ, զորահանդեսից հետո եկավ անցավ, Տիգրան Մեծ պողոտայում շարվելու է, տրամաբանական հեռավորության վրա բարիերներ են դրվելու, որ երեխեքը չգնան կրակեն, բանանեն եւ այլն, քաշեն, քաշքշեն, եւ մինչեւ մայիսի 28-ի կեսգիշեր այդ սպառազինությունը մնալու է փողոցում, որ ձեզնից ով ուզենա գնա սեփական աչքերով տեսնի, համոզվի, գնա տեսնի եւ համոզվի, որովհետեւ այս զորահանդեսի նպատակը իրականում զորահանդես անելը չի, մանավանդ խաղաղության միջավայրում զորահանդես անել այդքան էլ տրամաբանական չի, տրամաբանական չէ։ Մենք դա անում ենք ձեր առաջ հաշվետու լինելու համար։ Մենք որովհետեւ այս զորահանդեսը մեզ համար կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը գնա նայի եւ ինքը իր մեջ դա տանի, ով է ճիշտ ասում այս ամեն ինչը, ում է պատկանում ճշմարտությունը, ով է քանդել բանակը եւ ով է ստեղծել բանակ։ Իմ թեզը հետեւյալն է, մենք ստեղծել ենք նոր բանակ։ Ընդ որում, այդտեղ մենք ներկայացնելու ենք ժամանակակից օտարերկրյա արտադրության զենքեր։ Ընդ որում, շատ կարևոր է, որ մենք զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք։ Մենք այլևս 1-2 երկրից չէ, որ զենք ենք ձեռք բերում։ Մենք հիմա ասենք։ Մենք 6-7 երկրից զենք ենք ձեռք բերում։ 6-7 երկրից, սա կարևոր է, որ մենք ունենանք ընտրություն, կարևոր է, բայց ամենակարևորն է նա, որ այնտեղ գերժամանակակից սպառազինություն է նաև լինելու որոշակի չափերի, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, արտադրված է Հայաստանի Հանրապետությունում։